Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստան դավաճան, Ֆաշիստներ, բազա հեռացիր, բազա տուն վերադարձիր, մարդասպաններ, հեռացեք դավաճաններ, վաշխառուներ, դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք։ Մենք կարողացել ենք ախտորոշել մեր պետության, մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքը։ Դա ընդդիմությունն է։ Այդ ընդդիմությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, ներկայացնում է հայ ժողովրդի թշնամուն, հավաքական Պուտինին, որոնք տարբեր գլուխներով են հիմա հանդես գալիս։ Այդ խոսող գլուխներին մի նայեք։ Իրենք իրիկունը ստանում են հանձնարարությունները, առավոտը դուրս են գալիս, ամեն մեկը մի կողմից հարվածի տակ է դնում մեր պետությունը, մեր պետություն ունենալու երազանքն ու նպատակը։ Սամվել Կարապետյանը, այն մյուսին, որ դոդ են ասում, Ծառուկյան Գագոն, այն մյուսը, որ Քոչարյանն, մարտի 1, Երևան քաղաքում գնդակահարում է, ասում է եկեք գնանք Դոնեցկում կռվենք ՆԱՏՕ-ի դեմ։ Ես ասում եմ ոչ, մենք չենք ուզում կռվել, հատկապես ուրիշի համար։ Նրանք մակաբույծներ են, հասկանում եք, մտել են մեր օրգանիզմ, ասում են դու գոյություն չպիտի ունենաս։ Հունիսի 7-ին ճիճվահան պիտի արվեն սրանք։ Ձեր ամեն մի քվեն են դեղնա, որ այս ճիճուների վզից պիտի բռնի ու դուր շպրտի մեր հավաքական օրգանիզմից։ Քոչարյանը, Կարապետյանը, ասենք Ծառուկյանը, դրանք մի գուսակցություն են էլի, ինչքան ես Էլի կան, տենց պուչ իրանք էլ ձագեր ունեն։ Բաբաջանյանի ելույթը լսել եմ, շատ ճիշտ տեղին բան ասել։ Մենք ուզում ենք լինենք հզոր ընդդիմադիր։ Եղեք, պետք են ձեր նման։ Ու միշտ հավանել եմ ձեր եւ խոսքերին, եւ ձեր ասածներին։ Շնորհակալություն ձեզ։ Շատ ուրախ։ Ես էլ եմ ուրախ։ Ձեր կողմնակիցներն ենք, Այո, երկու ձեռքով պաշտպանում ենք։ շնորհակալություն։ Դուք ճիշտ ընդդիմություն կլինեք, ես ընդդիմության նման չեք լինել։ Որտեվ հիմա ընդդիմությունը շանփայ է։ Որ ես դրա համար եմ ասում, երկու ձեռքով կողմ։ Պայմանավորվեցինք, լավ լինեք։ Հավանում ես իրեն Բաբաջանյանին։ Հավանում եմ, իրա ծավներ։ Դե գալու ենք։ Խասված հաջողություն։ Քվեարկիր համար 18-ին։ Ամենալավ իշխանությունը կարիք ունի ընդդիմության, որպեսզի Իրան աշխատացնի, Իրանից թափանցիկություն եւ հաշվետվողականություն պահանջի։ Մենք մեր բոլոր ամբիցիաները դրել ենք մի կողմ եւ հիմա ի տարբերություն մյուս 18 ուժերի ասում ենք, որ մենք գնում ենք ընդդիմափոխության։ Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի մարտավարական, ստրատեգիական, տարբեր մոտեցումներ առաջ բերի, իշխանության թևերից բռնի եւ ասի դուք պետք է աշխատեք, բարեփոխումները կիսատ պրատեն։ Այս է մեր նպատակը։ Մարդիկ պայմանագրեր են կնքում, օրինակ 8 ժամի աշխատանքի, աշխատում են 14 ժամ, բայց վճարվում են 8 ժամվա համար։ Մենք ասում ենք ոչ միայն արտաժամի գումար չեն ստանում։ Այո, եւ հավելավճար պիտի ստանան, որովհետեւ դրանից 8 ժամից ավել ամեն ժամվա համար պետքա հավելյալ 1.5 դրույթ ստանան։ Արմիություն չունենք, ինչ պիտի լինի, մենք ասում ենք ժամը վճարի պիտի անցնենք, ոչ թե պիտի ամսե վճարով հաշվեն ձեր աշխատավարձ։ Ամիսներ առաջ ինձ հրավիրեցին Եղվարդ, գնացինք ջրամբարի մասով ահագին ուսումնասիրություններ արեցինք, այդ ջրամբարը մոտ 200 միլիոն եվրո ներդրում է ուզում։ Ես կառավարության հետ բանակցել եմ, ունենք կառավարության կողմից խոստում, որ առաջիկայում ուրեմն մենք եվրոպացիներից կգտնենք այդ միջոցները, այս ջրամբարը կկառուցվի, այն ջրերը, որ գնում է հոսում է Թուրքիա, Ադրբեջան, դառնում է շանփայ։ Ինչ պետք է անել, ուրեմն պետք է ուրեմն այո, հավաքել, ամբարել եւ ստեղծել բարիք։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 27-ին ժամը 19-ին հավաքվում ենք Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանի մոտ, խոնարհվելու 1990 թվականի մայիսի 27-ին խորհրդային զորքերի կողմից սպանված մեր խիզախ տղաների հիշատակի առաջ։ Այդ օրը Երևանում կրակեցին Հայաստանի ազատության գաղափարի վրա, բայց չկարողացան կոտրել մեր ժողովրդի կամքը։ Նրանք ընկան, որ Հայաստանը լինի անկախ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն։ Մայիսի 27-ին հրավիրում ենք բոլոր արժանապատիվ հայրենակիցներին միասին հիշելու, խոնարհվելու եւ վերահաստատելու մեր հավատարմությունը ազատ Հայաստանին։ Այն ինչ որ
Ուսակցությունը բարձրացել է ժամանակին, հիմա բոլորը վերցրել են։ Բայց շատ էական է, որպեսզի դա պոպուլիստական այսպես խոստումների չվերածեն, որովհետև անվճար կրթություն նշանակում է ֆիլտր, շատ ավելի լուրջ ֆիլտր, թույլ չտալու որպեսզի մարդիկ, ովքեր կարող են շատ ուրիշ ասպարեզներով իրենց շատ ավելի փայլուն դրսևորել, գնալ բու այդ դիպլոմի ձեռը կրակն են գնել։ Դիպլոմն ունեմ, չեմ աշխատում, իմ մասնագիտությամբ ոչինչ չկա։ Այս մարդիկ դա իրականում փակուղի է, ոչ թե բուհը պիտի միայն հնարավորությունների պատուհան դառնա։ Իսկ մենք փակում ենք, այո, որտեղ դրսից ենք բերում հասարակ մի զոդող չկա մասսայական, որ մենք կարողանանք այս հարցերին լուծում գտնել ու այդ ճիշտն ասած Ու շատ լավ է, հատկապես Վրաստանը 2026 թվականից այս տարվան Վրաստանն այ անվճար կրթության անցել բուհական, բայց դա կարողացել են փոխհատուցել դրսից բերվող ուսանողների հաշվին 45,000 ուրեմն դրսից ուսանող ունեն, որոնք վճարում են կրթության համար Վրաստանում, ըստ էության Շատ ավելի անվճար դարձնելով Վրաստանի քաղաքացիների համար։ Մարդիկ տարիներով աշխատել են կոպեկ առ կոպեկ խնայել ու իրենց գումարները վստահել խորհրդային միության խնայ բանկերին։ Դա մարդկանց կյանքի աշխատանքն էր, ապագայի հույսը։ Այսօր այդ գումարների վերադարձը կազմակերպվել է այնպես, որ շատերն իրենց կյանքի ընթացքում չեն հասցնում ստանալ։ Ավելին, ամենածանրն այն է, որ եթե մարդը չի հասցնում ստանալ, նրա ընտանիքն էլ զրկված է այդ իրավունքից։ Մենք առաջարկում ենք պարզ ու արդար լուծում։ Ավանդների վերադարձի տարիքային շեմը պետք է նվազեցնել 10 տարով, որպեսզի այս տարի վճարումներ ստանան մինչև 1954 թվականը ծնված մեր քաղաքացիները, ոչ թե մինչև 1944 թվականը ծնվածները։ Պետությունը չի կարող պահել մարդու փողը հույս ունենալով, որ ժամանակը կլուծի խնդիրը։ Պետությունը պարտավոր է վճարել, իսկ եթե ավանդատուն կյանքի ընթացքում չի հասցրել ստանալ իր փողը, այդ իրավունքը պետք է փոխանցվի նրա ժառանգներին, կնոջը, զավակներին։ Քվեարկիր համար 18-ին։